Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք պարսկահայքի արմատների հետքերով։ Եկել է ուրախ սատիկ, պրծավված նավակահատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մախոխ ու ոսպե հատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մախոխ ու ոսպե հատիկ, պրծել է խաչելություն, եկել է ուրախ սատիկ, Հիսուսն արավ հարություն, պրծավված նավակահատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մախոխ ու ոսպե հատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մախոխ ու ոսպե հատիկ, գեղը ուրախությունա, եկել է ուրախ զատիկ, քոմա ջահելությունա, եկել է ուրախ զատիկ, խաղում եմ բունա, եկել է ուրախ զատիկ, եկել է ուրախ զատիկ, պրծավված նավակատիկ, էլ չենք ուտի մենք անխին, մախոխ ու ոսպե հատիկ։ Այսօրվա մեր եթերը տարբերվում էր, որովհետև տոնական եթեր է և զատկական շաբաթում ենք մենք գտնվում, հետևաբար ողջույն Մերի։ Այսօրվա մեր հյուրը Մերի Ծիրանե Լևոնյանն է, ինչպես ես։ Վայ հրաշալի, որ արդեն էստեղ հրաշալի։ Արդեն ազդարարվեց մեր հետաքրքիր սկիզբը և մենք Սուրբ Հարության տոնի խորհրդով այսօր պատրաստելու ենք քո արմատների հետքերով իհարկե պարսկահայոց խոհանոցից յուրահատուկ մի այսպես ասած ճաշատեսակ, որը կարելի է անվանել որպես կանաչի տապակա, հա, բայց պարսկահայքում ապրողները եւ իրանահայերը մի հատ շատ հետաքրքիր անվանում են տալիս այս ճաշատեսակին, իրեն անվանում են քուքու, եւ մենք պատրաստելու ենք բազմա տեսակ կանաչիներով այս թխուկը հետաքրքիր։ Ուրեմն անդրադառնանք ինչ ենք այստեղ ներառել։ Ուրեմն խառը կանաչիներից ունենք ռեհան, մաղադանոս, սամիտ, սոխ, թարխուն, այստեղ ունենք սպանախ, ես գիտես ինչ կանաչի է։ Չէ, ձեր մոտ ինչ են ասում։ Ինչ գեղեցիկ էր ասեցիր, բայց օղակ կոճակ են ասում կամ փիփերթ, ամենատարածված անունը փիփերթ է, եւ ունենք այստեղ բազուկի ճավեր կամ ցողուն իր տերևի հետ միասին։ 6 ձու է մեզ անհրաժեշտ, ունենք կարակ, քանի որ զատիկ է եւ մեզ թույլատրելի է արդեն իհարկե կարակի ներգործությունը, եթե ավագ շաբաթվա ընթացքում է, պարզ է որ դեռևս պահքը չի խախտվում, քանի որ դեռևս նախատոնակից հետո է, որ պետք է իրականացվի կենդանական ծագման սնունդի առկայությունը մեր սննդում։ Հետաբար այս ճաշատեսակը քանի որ զատկական է, հետևաբար այն պատրաստվում է բուն հենց կենդանական կարակով, ալյուր, որը մեզ գցելու միացնելու հատկություն է առաջացնելու այս ամբողջը ձվի հետ միասին կանաչիների, աղ, հասարակ այսպես համեմունքներ է մեզ անհրաժեշտ կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ իհարկե մի փոքր ձիթայով, որպեսզի կարակը չվառվի, որտեղ ընդհանրապես հատկություն ունի վառվելու։ Հիմա անդրադառնանք Մերի ջան, քո արմատներին, քանի որ ես նշեցի, որ դու պարսկահայքից ես, խնդրում եմ ասա, պարսկահայքի կոնկրետ որտեղից են եւ երկու կողմն են արդյոք տատիկ պապիկների, թե մեկ կողմը, հա։ Տեսեք, ուրեմն պարսկահայքից հայրական կողմից արմատները ամբողջությամբ պարսկահայքից են, այսինքն այնտեղ գալիս են կոնկրետ խոյից, գյուղի անունը ցավոք չգիտեմ, չի պահպանվել, ես մեծերից չեմ լսել ամեն դեպքում, Շահենի տոհմն է եղել այսպես, եկել է այնտեղից, մեր իսկական տոհմական ազգանունն է Շահինյաններն են։ Հետո արդեն ճյուղերով բաժանվել է, ես Լևոնի արդեն ծռլանգը մեր բարբառով ասած դարձել եմ, այո, Լևոնյան։ Եվ մայրական կողմից արմատները նույնպես պարսկահայք են գնում, այսպես գերակշիռ մասն է, սալմասն է այս անգամ պապիկիս կողմը կոնկրետ, իսկ տատիկիս կողմը մի քիչ տարածաշրջան ուրիշ է, գնում ենք դեպի հայոց միջնաշխարհ, այսպես ասած, Սասուն ենք իջնում։ Գալիս եք մեր կողմերը։ Ես Սասուն, գալիս ենք ձեր կողմերը, այո, սասունցիներ են տատիկիս կողմը։ Եվ մի կողմն է տատիկից, էլի պարսկահայք է, ամեն դեպքում պարսկահայքը գերակշիռ է այս պարագայում, դրա համար մեծ մասը, այսպես ասենք, հա, հարաբերակցության պարսկահայք, սասուն տարբերակ է ստացվում, քո արմատները բավական պինդ, բավական հետաքրքիր արմատներ են իրենց զուգակցմամբ, եթե մենք նայում ենք եւ տարբեր իհարկե, պարսկահայքը լրիվ ուրիշ պատմություն է, սասունը լրիվ ուրիշ, այսպես է։
եւ բնավորության սրությամբ եւ մշակութային սրությամբ, հա, այդ ամբողջ նրբությունը դու տեսնում ես եւ Սասունի տարածաշրջանում եւ իրանահայերի կամ պարսկահայոց շրջանում եւս իրենք ամբողջությամբ են տարբերվում։ Մերի ջան, ես առաջարկում եմ ընդմիջենք, վերադասավորվենք եւ սկսենք մեր բուն աշխատանքը։ Խնդիր չկա։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ արդեն պատրաստ ենք կանաչին կտրատելուն։ Այդ ընթացքում իհարկե մենք մերի հետ կզրուցենք իր մասնագիտությունների, իհարկե իր մանկության համի մասին։ Մերի ջան, քո մանկության համը ո՞րն է։ Շատ հետաքրքիր է, մեղրով ձվածեղը։ Դե, ասենք զոքանչի ձվածեղ ես սիրում դու։ Այո։ Հայկական իրականության մեջ ընդունված է այդ ձվածեղին անվանել զոքանչի ձվածեղ, որովհետև այո, գիտես ինչու։ Որովհետև երբ որ հարսանիքից հետո հարսը եւ փեսան առաջին անգամ գնում էին զոքանչի տուն, զոքանջը դիմավորում էր հենց այդ ձվածեղով, այսինքն ձվածեղ պատրաստված սովորական հավքիթով, վրան ավելացված մեղր, որը քաղցրության խորհրդանիշն էր եւ այսպես լիառատությամբ փեսային դիմավորելու։ Հիմա այդտեղ ինչ-որ ազդեցություն կա քեզ։ Չէ, իրականում տատիկիս ամենասիրելի եւ ամենաշատ պատրաստվող տարբերակն է ձվածեղի, մենք էլ շատ սիրում էինք, ես էլ, քույրիկս է, եղբայրս է, շատ այսպես հաճույքով ճաշակում էինք եւ իհարկե սպասը ես ոչ մի բանի հետ չեմ փոխարինի։ Իմ ամենասիրելի բոլոր հյուրերս դա են ասում, երևի ես հյուր չեմ ունեցել, որ ասի սպաս չեմ սիրում։ Բոլորը սիրում են։ Հետաքրքիր է, ճիշտ ասած չգիտեմ ինչից է դա, բայց բոլորի մանկության համի մեջ այդ սպասի նոտաները կան ամեն դեպքում։ Մեկ էլ մի բան եմ հիշում, մեր մոտ, որ պատրաստում են, ավելի շատ մայրիկիցս, ուտեստ էր ինքը, մասուրով ճաշեր ինչ-որ շատ հետաքրքիր պատրաստում, Միգուցե մասրապուր է եղել։ Չէ, մասրապուրը չէր, սպասի հետ կա, որ մասուրով խառնում էին, բայց ինչ հետաքրքիր է։ Հա, մասուրով սպասը, որ էլի կար, ուղղակի ես այդքան շատ։ Իդեպ գիտես պարսկահայքի շրջանին բնորոշ է, դուր ես դատարկեմ, պարսկահայքի շրջանին բնորոշ է հատկապես թթվային այդ կոնցեպտների առկայությունը, իրանահայերի մոտ եւս միջև հիմա իրենք օրինակ ճաշեր պատրաստելիս չորացած լիմոն են ավելացնում, որը թթվային համ է բերում ճաշին, իսկ չորացած լիմոնը կրկնակի ավելի թթու է, քան սովորական լիմոնը։ Տեսեք, ուրեմն ուտեստներ կան, ես ինքս չեմ ճաշակել, որովհետև ավելի շատ մեր, այսպես ասած, հին տանտիկինը, մեր տանտիկինը, այսինքն իմ պապիկի մայրիկն է սարքել, ես ավելի շատ իմ հորաքույրներից եմ լսել, այդտեղ որ ասեցիք ճիրը եւ թթվաշությունը, այ հիշեցի, որ հորաքույրս պատմում էր դդումով պատրաստվող, չորացրած դդումով պատրաստվող մի ուտեստի մասին, որ շատ հետաքրքիր պատրաստման ձև ուներ, այսպես պատկերավոր նկարագրում էր, քուրսին գիտեք որ։ Այո, իհարկե։ Քուրսի այդ նստելու ժամանակ, երբ որ թոնիրը տաքացրել են, հա, այդ արդեն պատրաստ է եղել, կոտրած կժի ամանի մեջ, այսպես այդ սկսել են պատրաստել այդ ամեն ինչը ու հենց այդպես է մատուցել են ու իրենց մեջ այդ հիշողությունը թարմ հենց այդպիսին հոտով ու համով մնացել էր։ Չորացրած դդումով էր եղել եւ հիշում եմ, որ շփոթի մասին էին պատմում այդ ուտելիքը, որը որ կար։ Բայց ես ինքս չեմ ճաշակել դրանք ցավոք սրտի, որովհետև ավելի հին սերունդն է ոնց որ պատրաստվել, հետո մի քիչ մեր ճաշատեսակներ, որոնք որ դուրս են մղվում ճաշացանկից կամ սկսում են կիրառություն ընդհանրապես չունենալ, զուտ մնալ հիշողությունների մեջ, որոշակի սերնդային այդպես փոփոխության եւ աճի արդյունքում է դա լինում, այնպես որ նորմալ երևույթ է, աննորմալ երևույթ կլինի այն դեպքը, երբ որ ընդհանրապես չհիշենք դրա մասին, որովհետև եթե սերնդային փոփոխության արդյունքում չի պահպանվում այդ գիտելիքը, հետեւաբար մենք կորցնում ենք այդ գիտելիքի ճյուղը։ Դե հենց այդպես է ես փորձում եմ օրինակ հորաքույրներիցս հիմնականում իրենք շատ այսպես լավ ժողովրդական ավանդույթների կրողներ են, իրենցից հիմնականում այդ բոլոր տեսակի տեղեկությունները, այդ հին ժամանակների այդ եղած այսպես անցուդարձի հետ կապված ամեն ինչ ես իրենցից եմ հիմնականում տեղեկանում ու իրենք են պատմում։ Մերի ջան, դու ծնվել ես Երևանում։ Ես չեմ ծնվել Երևանում, ես ծնվել ապրել եմ Վայոց ձորում, Աղավնաձոր գյուղում։ Այո, հայտնի գյուղ է։ Այո, եւ իմ բայց Հայաստանում կա երկու Աղավնաձորի դեպ ասեմ, որ շատ խառնում են իրար հետ։ Կոտայքի մարզի Աղավնաձորը, այո, որպես հանգստյան, այսպես ասած, վայր է, իսկ մերը իմ Վայոց ձորի սիրելի գողտրիկ անկյունը, Աղավնաձորը։ Ես այնտեղ եմ ծնվել, մեծացել, ապրել եւ
որոշ բաներ այսպես իմ մանկությունից արդեն մնացած եւ տեսած իմ մոտ տպավորվել են Եվ հենց դա էլ հետագայում ինձ ուղղորդել է, որ չհեռանամ իմ արմատներից եւ ավելի խորությամբ զբաղվեմ դրանցով։ Մենք տեսնում ենք քո կապը արմատների հետ, որովհետեւ եթե ասեմ դու մասնագիտությամբ ով ես այս պահին, եւ հետո մարդկանց հարցնեմ, արդյոք դուք հավատում եք, որ Մերին այդ մասնագետն է, բոլորը միաձայն ասելու են, որ ոչ, մենք չգիտեինք, որ Մերին այդ մասնագետն է։ Մերին մասնագիտությամբ туриզմի ոլորտի մասնագետ է, այո, ավարտել է Երևանի պետական համալսարանը, բայց բոլորը Մերին գիտեն որպես երգչուհի, ով ժողովրդական ազգային երգեր է երգում ու հոյակապ։ Մերի այդ խաղը, որը որ ինքը ցույց է տալիս այդ երգի ընթացքում, քեզ թվում է 18-րդ դարի, 10-րդ դարի այն ջահել աղջիկներից են, որ լավ գյուղի մեջ շախով երգ էին անում։ Ես առիթ եմ ունեցել Մերի հետ գնալ տարբեր տոների հայկական ժողովրդական ծեսերի մասնակցել ու չգիտեմ, քո այդ ես մի հատ ոչ հայերեն բառ պետք է ասեմ, հա, drive-ը, այսինքն ոգին այնքան շատ է, որ անկախ նրանից ուզում ես ուրախանալ, ուրախ ես, տխուր ես, սկսում ես ուրախանալ։ Իրականում, երբ որ այդ drive ասած է, երբ որ դու սկսում ես ապրել այդ ամեն ինչով, վայելել այն ինչ որ անում ես, անխուսափելի է drive-ը, այսպես ասած։ Անխուսափելի է այդ էներգիան, որ այդքան հավաքվում է, եւ իդեպ ասեմ, որ իմ այսպես ասած drive-ի գործում, հա, գործոնը մեծ է մեր խմբի իդեպ մասունքի։ Այո։ Որովհետև իմ հիմնական, այսպես ասած, ուղղվածությունը, ուղղնուծուծով այդ մշակույթի մեջ ներծծվելը եւ դրանով ապրելը հիմնականում գալիս է իմ խմբում լինելու, այնտեղ գործունեության մասնակից լինելու եւ իրենց հետ այդ ամեն ինչ անկեղծորեն ապրելու, սիրելու ու դրանով տարվելու շնորհիվ է, այսպես ասած, այո։ Դու լավ հիշեցրեցիր, քանի որ մենք դրան անդրադառնալու ենք, որովհետեւ նաեւ անդրադառնալու ենք Ռուդիկ Հարոյանին, Ռուդիկ Հարոյանի անվան մասունք ազգագրական խմբի անդամ է Մերին եւ Մերին մենակատարներից է եւ Հայաստանի լավագույն խմբերից մեկն է, որը որ շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է եւ ըստ արժանվույն ներկայացնում է ազգային ավանդական ծեսերը, երգերը, խաղերը ու վերջին շրջանում նաեւ շատ հետաքրքիր ծրագրեր են իրականացնում Հայաստանի տարբեր գյուղերում եւ մարզերում, վերականգնելով տոները եւ ծեսերը։ Վերջերս ես դրան ականատես եմ եղել։ Հենց մեր գյուղում Իրինդում, այո, Սուրբ Սարգիս եւ Տերնդեզ մենք նշեցինք, որը փառահեղ էր ուղակի, ով այնտեղ եղել էր, կփաստեր, որ չգիտեմ, վերադարձել էր իր արմատներ եւ ապրում էր այդ շունչը։ Այնպես որ շնորհակալ եմ նման լավ միջոցառման եւ յուրահատուկ կազմակերպչական աշխատանքի համար։ Իրականում մեր հիմնակարերից եւ այսպես ասած գաղափարական հենասյուներից մեկն է մշակույթի վերապրեցումը եւ հենց ժողովրդից վերցրած ժողովրդին վերադարձնելը ու տես ձեր գյուղում որ եկանք այնքան հաճելի էր նախ իրենք կրողներ էին, այո, իրենք կրողներ էին ու մեծ սիրով, մեծ հաճույքով այսպես մասնակիցը դարձան տոնախմբության, իհարկե մենք ուղղորդեցինք, բայց այն որ ձեր գյուղով մեկ այսպես երջանկությամբ այո մասնակցում էին ու դա մեզ համար այսպես ասած էներգիայի ամբողջական աղբյուր է։ Մենք հիմնականում մեր շեշտը հանրայնացման հետ կապված այսպես ենք դնում եւ Զատիկը հիմա Զատկի այս տարածաշրջանի, Զատկի շրջանի տոների ծեսերի հետ կապված իմ ամենախենթանալիք ծիսական արարողությունները, երաժշտական մասերը ամբողջությամբ Զատկի հետ են կապված եւ ես այդ ամեն ինչը ցավոք սրտի իմ մանկության տարիներին շատ պահպանված չեմ տեսել, բայց այստեղ ոնց որ եկել եմ ու խմբի շրջանակներում ծեսերը իրականացնելուց, այսպես տեսել եմ, ծանոթացել եմ եւ բացի դա Ռուդիկ Հարոյանին կհիշեք Զատիկ գիրք ունի, այո, իհարկե, որտեղ ամբողջությամբ բոլոր մասերով այսպես անդրադարձել է Զատկի ծիսակարգին, սկսած խաղերից, երգերից, պարերից, սովորություններից, ամեն ինչով այսպես անդրադարձել է ու չգիտեմ, շատ հաճելի է եւ շատ այսպես ներսդ լցնող երևույթ է, որ սկսում ես ուսումնասիրել, կրել եւ հետո դիմացինիդ փորձել փոխանցել։ Այո, դա ամենակարևոր հատկանիշներից մեկն է, կարողանալ փոխանցել հաջորդ սերունդերին այն ինչ որ քեզ ավանդել է քեզանից տարիքով սերունդը։ Մերի ջան, շնորհակալ եմ այդ անդրադարձի համար։ Ես առաջարկում եմ, քանի որ կանաչին մենք կտրատել ենք, առաջարկում եմ ընդհատել, միջև որ մենք այստեղ մի փոքր կհավաքենք, կդասավրանք եւ կվերադառնանք։ Շատ բարի։
Սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, ես այստեղ կարագը եւ ձեթը միասին խառնել եմ։ Հիմա կավելացնեմ կանաչին, մի փոքր կջրազրկենք եւ թույլ կխաշենք, հետո նոր կավելացնենք ձուն եւ մնացածը։ Մերի ջան, նախքան դա մենք անդրադառնանք նաեւ կրկին քո արմատներին, որովհետեւ դու հետաքրքիր փաստեր ասացիր, որ պապիկը եղել է դրաստամատկանայանի ազատագրելուց, պապիկս նախ հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից է եղել եւ ես փոքր եմ եղել, բայց ամեն դեպքում հիշում եմ այդ պատմությունները։ Պապիկս մի փոքրիկ օրագիր ուներ, օրագրի նման այսպես փոքրիկ բաներ, որտեղ նշումներ էր արել, եւ պատերազմի ժամանակ գերեվարվել է այսպես հետո դրաստամատ կանայանի խումբը այսպես ազատագրելով մի շարք նաև հայ ազատագրական պայքարին մասնակցած մարդկանց այսպես ասած օգնել է եւ գերեվարումից դուրս են եկել եւ պապիկս հետ վերադառնալուց իրեն ոնց որ աքսորել են Սիբիր այո ցավոք սրտի այո աքսորել են Սիբիր, որտեղ էլ ծանոթացել է տատիկից հետ։ Որտեղ ծնվել է սերը։ Այո, ծնվել է սերը եւ ծանոթացել են տատիկից հետ։ Իմ սիրելի Շուրայի, մանկության ամբողջ համ ու հոտի։ Տատիկի անունը Շուրա էր։ Ալեքսանդրա, բայց իրեն բոլորը Շուրա էին ասում։ Ալեքսանդրա Շուլգինա Սիմեոնովնա։ Բոլորը գիտեին Շուրա տատիս։ Այսպես իմ փառահեղ, սիրելի տատիկը։ Ու դու մի զարմանալու բան ասացիր, որ սպաս տատիկից է։ Այո, այո։ Տեսեք, մարդ, ով որ եղել է ազգությամբ ռուս, բայց պահպանել է հայկական ավանդական սպասի գաղտնիքները, քիչ է կարողացել է պահպանել նաև այդ համի գաղտնիքն է փոխանցել քեզ, թորներին, որ հիմա թորները սիրում են ազգային սպասը։ Մերի ջան, դա շատ կարևոր է հատկապես երբ որ տատիկը կարողացել է փոխանցել, տես շատ հաճախ ես ունեցել եմ պատմություններ, որտեղ որ տատիկը օրինակ լինելով ազգությամբ ռուս, նաև իրենց ընտանիքում պատրաստել են ռուսական ծագման ուտեստներ, եւ դա շատ նորմալ է, որովհետեւ մարդը իր արմատներից չի կարող կտրվել, հետեւաբար երկու դեպքում էլ համատեղվում է, բայց որ տատիկը այս պահի սպաս է միշտ պատրաստել ու քարոզել է սպասի գաղտնիքը։ Իդեպ ասեմ, որ անմահական նաև իր մոտ ստացվում էր մածուն մերելը, շատ այդ մածունը իսկապես անմահական էր եւ շատ համով պանիր էր ինքը սարքում։ Տատի եմ ասել է։ Իր այն համերը, օրինակ որ ասեն մածունը եւ իր մերած մածունի համը Էլի չեմ փոխի, էլի երբևէ որևէ տեղ չեմ փորձելու, չեմ կերել ու նաև իր սարքած պանիրներն էի սիրում, այսպես շատ հաճելի էր էլի, ու տատիկս իրականում շատ լավ ինտեգրվել էր միջավայրին և այս հայկական ուտեստները, բանջար և մնացած բոլոր ճաշերը շատ այսպես մեծ սիրով հաճույքով պատրաստում էր, իհարկե ռուսական խոհանոցից որպես այդպիսին ես շատ բաներ չեմ հիշում, ավելի շատ հայկականներ մեր մոտ գերակշռում էլի, որոնք որ գյուղում էին պատրաստում, մեր միջավայրում էին պատրաստում։ Մերի ջան, այդտեղ աղ ավելացրել ես։ Աղ չէ, մի քիչ արի ավելացնեմ ես աղ, երևի այսքանը բավական է։ Հա, նորմալ է։ Դե չի կարող լուծվել շատ այդպես ձևով, ոնց որ ձվի մեջ։ Հիմա ալյուր նաև կավելացնենք։ Այդ չափով 3 թեյի գդալը կարելի է ավելացնել, հետո ընթացքում կհասկանանք, եթե քիչ լինի։ Այստեղ քանի որ բազմատեսակ կանաչիներ ունենք եւ դրանցից շատերը ջրային մասսա են դուրս տալիս, օրինակ սպանախը, դրա համար պետք է մի փոքր տապակել իրեն կարագի եւ ձիթայուղի մեջ ջրային մասը, որպեսզի գոլորշանա եւ դուրս գա, որպեսզի հետագայում չխանգարի մնացած գործընթացին։ Հիմա այդ գործընթացն ենք մենք իրականացնում, ես կարող եմ խնդրել մի երգ կատարես մեզ համար։ Հո, սիրով։ Բայց յալալին վերջում ես թողում։ Հա, յալալին թողնում եմ վերջում։ Իրականում իմ սիրելի երգերից մեկը կկատարեմ, հենց մեր գյուղից գրառված։ Այո։ Էլի սովորել եմ հորաքույրներիցս, տեսեք, իսկական մշակույթի կրող։ Յալի գնանք հարսանեկան երգն է։ Յալի գնանք վանքամը հարսների արանքմը, յալի գնանք վանքմը, հարսների արանքմը, ողջ արնարել եմ յոզը, ջոգել եմ ғարագյոզը, ողջ արնարել եմ յոզը, ջոգել եմ ғարագյոզը,
հարցները ծապտան, հարցները պարկան, հարցները ծապտան, մգները պարկան, մգները ծապտան, հարցները պարկան, հարցները ծապտան, մգները պարկան, հարցները ծապտան, մգները պարկան, մգներին պարացրեցին։ Շատ հետաքրքիր երգ էր, այստեղ գործընթացը դեռևս գոլորշանում է և ընթացքի մեջ է, մենք այստեղ ունենք ձուն հարված ալյուրի հետ, դու ուզում էիր ասել իդեպ։ Իդեպ, այո, իդեպ։ Ասա մուրազը փորոջում Շատ սիրելի բան, որ ես բարբառը պահողներից եմ և ես բարբառով եմ խոսում։ Ապրես։ Ամենասիրելի բանը։ Ամենահամեղ բանն է երևի թե այս աշխարհում բարբառը, հատկապես երբ որ դու կարողանում ես արմատապես պահպանել, ոչ թե ձևական ինչ-որ բաներ մատուցել բարբառով, այլ դա քո մեջ է, քո արմատներում է։ Դե լիքասիկներ, խաղերքեր, որոնք որ այսպես ասում ենք, ես օրինակ սովորել եմ եւ ես երբևէ չեմ ամաչում բարբառով խոսելուց, կամ որ գյուղ եմ գնում, ես երևանյան բարբառով, ոչ թե գրական մաքուր հայերենով, երևանյան բարբառով չեմ խոսում, այլ գյուղի ժողովրդի հետ, մերոնց հետ, տնեցիների հետ, ինչքան հնարավոր է, հիմա ավելի շատ բարբառով եմ խոսում։ Ուզում եմ հիշել հին բառերը նաեւ, շատ այսպես արտահայտություններ, բաներ, որ ասում ենք, շատ ինձ հաճելի եւ հարազատ է։ Ճիշտ էլ դու ես անում։ Մերի ջան, ես առաջարկում եմ այստեղ սպասենք մինչև որ կգոլորշանա, հետո ձվային ալյուրով զանգվածը կավելացնենք եւ մնացածը արդեն կհանդիպենք, երբ որ կլինի պատրաստ մատուցման։ Հարգելի հեռուստադիտող, մեր արդեն թխուկը, այսպես ասեմ կամ ասեմ բանջարով ձվածեղը պատրաստ է։ Շատ հետաքրքիր պարսկահայոց խոհանոցից մի յուրահատուկ ուտեստ, որը իր տեսքով համ հետաքրքիր է, համ շատ օգտակար ու համեղ։ Մինչև ես կկտրեմ ու մենք կհամտեսենք մեր ինք կատարի զատկական երգ։ Յալալի ժամուն մեջը քներեմ, յալալի սուրբ նշանը տեսերեմ, յալալի տերն հարություն է արել, յալալի հավը կարմիր է ածել, յալալի շնորհավոր նոր տարի, յալալի նոր տարի ու նոր բարի, յալալի։ Շնորհակալ եմ շատ, ասում համեմեցիր դու մեր պարսկահայոց խոհանոցը յուրահատուկ ելևէջներով եւ ես առաջարկում եմ փորձել ու համի մասին խոսել արդեն, ինչպես ասում են, փաստերով։ Լավ։ Չափից ավելի նուրբ, հետաքրքիր փափկությամբ ու համային յուրահատուկ կանաչիների բազայով մենք թխուկ ձվածեղ ենք ստացել, այնպես որ պատրաստեք եւ ձեր ընտանիքի անդամներին ազգայինը մատուցեք, մատուցելով պարսկահայոց խոհանոցից մեր յուրահատուկ այս թխուկը։ Շնորհակալ եմ Մերի ջան։ Ես էլ եմ շնորհակալ Այս յուրահատուկ երաժշտական, ազգային ու անդրադարձի հետ կապված եւ այն բաղադրատոմսի, որը բերել էիր քեզ հետ, դեպի քայլելով քո արմատների հետքերով։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ անչափ հայկական խոհանոցային ավանդույթները այսպես պահպանելու, սիրով փոխանցելու, նախաձեռնելու եւ այս տեսակ հաճելի միջավայր ապահովելու համար վստահ եմ հեռուստադիտողները զգում։ Պարսկահայքի խոհանոցը յուրահատուկ բազմաբովանդակություն ունի համային եւ բույրի տեսանկյունից։ Դե ինչ մերի հետ մենք այսօր պատրաստեցինք իր արմատների հետքերով քայլելով, որը յուրահատուկ մի թխուկ էր զատկական շաբաթի եւ հենց զատկի համար նախատեսված։ Ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։